Պես նշել է Հովհաննես Քաջազնովին, դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Դա իր բառերն են։ Երևի դաշնակցություն չի կարդացել իրենց ղեկավարի падգամը։ Առաջին հանրապետության կործանումից հետո, որտեղ ռուսները եւ ուրեմն քեմալականները մեծ ներդրում ունեին բոլշևիկները, Քաջազնովին ասաց, որ դաշնակցությունը այլևս անելիք չունի։ Իրենք երևի չգիտեն, սա մեկ դաշնակցության անելիքը կապվում է ցեղասպանության հետ, չէ՞, մենք ասում ենք ցեղասպանություն, սփյուռք եւ դաշնակցությունը այդ հարցը այսպես իր սեփականաշնորհել է եւ դա դարձրել է իր գոյության միակ մեթոդը։ Քանի որ, բայց երբ որ ամեն ճանաչում է, չեն ողջունում, ասում են, վայ հիմա ժամանակը չի։ Այսինքն սա ցույց է տալիս, որ դա միջոց է գումար հավաքել Սփյուռքում, դա միջոց է Երևալ ավանդական կուսակցություն, այդ նորից եմ կրկնում, եթե դուք չեք նշում, որ երկրներն են դրանից օգտվել, որ երկիրը Արցախը հանձնեց Ադրբեջանին, դուք արդեն չեք համարում ավանդական, դուք համարում եք գործակալ կուսակցություն, որը ըստ Ստանիսլավ Տարասովի ստեղծվել է Ախրանկայի կողմից եւ միշտ համագործակցել է ռուսական կայսրության հետ, հիմա շարունակում է համագործակցել։